Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ Հարուստ տղամարդը գրազ գալով համաձայնվում է ամուսնանալ գերաղջկա հետ, բայց հարսանիքի օրը նրան տեսնելով բոլոր հյուրերը սառեցին։ Նա դա արեց։ Դավիթը հաջողության մարմնացումն էր Երևանում։ Իր 38 տարեկանում հասակում նա մի ամբողջ կայսրություն կառուցեց ֆիթնեսի աշխարհում։ Տիրապետում էր էլիտար մարզասրահների ցանցի և սպորտային սննդի ապրանքանիշով։ Դավիթը մարդ էր, որը ապրում և շնչում էր ֆիզիկական կատարելությամբ։ Նրա մկանուտ և տոնուսավորված մարմինը ոչ միայն խիստ մարզումների, այլև երկաթե վերահսկողության արդյունք էր։ Նրա համար մարդու արժեքը ուղղակիորեն կախված էր իր արտաքին տեսքից։ Նա չէր կարողանում հանդուրժել թուլությունը, իսկ Դավիթի համար ավելորդ քաշը կարգապահության բացակայության հիմնական օրինակն էր։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր ավելորդ քաշ ունեցող մարդու, չէր կարողանում զսպել իրեն չարամիտ մեկնաբանություններից։ Չնայած նա փորձում էր թաքցնել դրանք քաղաքավարությունից ելնելով, մարդիկ պարզապես չեն հոգում իրենց մասին։ Նա հաճախ ընկերների հետ խոսում էր արհամարանքով, կարծես դա անվիճելի ճշմարտություն լիներ։ Այդ գիշեր, ինչպես շատ ուրիշներ, նա շրջապատված էր իր ամենամտերիմ ընկերներով մասնավոր ակումբում։ Նրանք հաճախ այցելում էին ընկերներին, որոնց հետ նա նույնպես հաջողակ գործարար էր, և խմիչքների շուրջ կիսվում էին կյանքի նկատմամբ իր մակերեսային վերաբերմունքով։ Նրանք քննարկեցին իրենց վերջին հաջողությունները թանկարժեք գինու հետ, և զրույցը հոսեց առանց ջանքերի, ընդմիշտ փոխելով Դավթի կյանքը։ Դավիթ, մենք բոլորս գիտենք, որ դու անպարտելի ես բիզնեսում, և միշտ չէ, որ շրջապատված ես զարմանալի կանանցով, ասաց Սամվելը ծաղրական ժպիտով, բայց ինչ կանես, եթե դու ստիպված լինես բախվել իրական մարտահրավերի, մի բանի, որը գերազանցում է քո սովորական հարմարավետության մակարդակը։ Դավիթը բարձրացրեց հոնքը, հետաքրքրված, բայց կասկածի նշույլով։ Ինչի մասին ես խոսում, հարցրեց նա, մի կում վիսկի խմելով։ Գիտես, որ իմ աչքերում երբեք փայլ չի լինում, այդ դեպքում ես առաջարկում եմ գրազ գան, ասաց նա, ձայնը ցածրացնելով, մյուսների ուշադրությունը գրավելու համար։ Դու ամուսնանում ես մի կնոջ հետ, որը չի համապատասխանում քո չափանիշներին, օրինակ, գերկնոջ հետ, և ապրում ես նրա հետ 6 ամիս, առանց ամուսնալուծության և առանց սկանդալների։ Եթե հաջողության հասնես, մենք բոլորս քեզ կվճարենք զգալի գումար։ Մենք 6 հոգի ենք, այնպես որ պատկերացրու, թե որքան կարող ես շահել։ Ամբողջ խումբը պայթեց ծիծաղից։ Ինչպես երեկոյի լավագույն կատակը լիներ, Դավիթը ժպտաց ավելի շատ սովորությունից դրդված, քան իսկական հաճույքից։ Քողը երբեք խնդիր չէր եղել նրա համար, բայց միայն միտքը ամուսնանալու մեկի հետ, ով չի տեղավորվում իր աշխարհում, նրան լիովին անհեթեթ էր թվում։ Այնուամենայնիվ, անդիմադրելի էր կրկին ապացուցելու հնարավորությունը, որ կարող է բացարձակապես ամեն ինչ վերահսկել։ Եվ ով կլինի նա, կեղծ ժպիտով հարցրեց Դավիթը պատասխանելով։ Ես գիտեմ մեկին, ով կատարյալ կլիներ դրա համար։ Պարի Անահիտ Գասպարյանը մասնավոր դպրոցի գրականության ուսուցչուհի է։ Նա 34 տարեկան է։ Նա միշտ պայքարել է ավելորդ քաշի դեմ, և ասենք, որ նա շատ հեռու է ձեր տիպիկ տեսակից։ Նա ապրում է հանգիստ կյանքով, բոլորովին հեռու այն բանից, ինչ դուք պատկերացնում եք։ Դավիթը հենվեց աթոռին, գնահատելով իրավիճակը իրոնիկ ժպիտով։ Նրա համար սա ոչ այլ ինչ էր, քան ևս մեկ խաղ, ուրիշների նկատմամբ իր գերազանցությունը ձեռք բերելու միջոց։ Վերջապես ընդունում եմ, ասաց նա, առաջացնելով ծափահարությունների ևս մեկ փոթորիկ իր ընկերների շրջանում։ Բայց Դավիթը նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ այս որոշումը, որը կայացվել էր այդքան հեշտությամբ, կդառնար փորձություն ոչ միայն իր վերահսկողության համար ուրիշների նկատմամբ, այլև նրա համար։ Զրույցը շարունակվեց, և Դավիթը չկորցրեց առիթը ընկերների առջև հաստատելու իր համոզմունքների հանդեպ իր հավատը։ Լսեք, ավելորդ քաշ ունեցող մարդկանց խնդիրը պարզ է, նրանք կամքի ուժ չունեն։ Յուրաքանչյուրը կարող է փոխել իր մարմինը, եթե ցանկանա։ Անահիտը նրանցից է, ով հավանաբար փորձել է հազարավոր դիետաներ և վարժություններ, բայց միշտ ձախողվում է, քանի որ կարգապահություն չունի։ Դա հեշտ կլինի, սառը և հաշվարկող, բայց այն արդեն ավարտվում էր։ Դավիթը կենտրոնացավ հաջորդ քայլի վրա։ Խաղը սկսվել էր, և նա վստահ էր, որ վերջում կրկին հաղթող կլինի։ Անահիտը, չկասկածելով, որ իր կյանքը շուտով կտրուկ կփոխվի, այդ երեկոն անցկացրեց տանը, երբ Սամվելը զանգահարեց նրան։ Դա նրա համար լիակատար անակնկալ էր։ Նրանք լավ չէին ճանաչում միմյանց։ Նրանք միայն մի քանի արտահայտություններ էին փոխանակում դպրոցական միջոցառումների ժամանակ, քանի որ Սամվելի որդին սովորում է նույն դպրոցում, որտեղ Անահիտը գրականություն էր դասավանդում։ Անահիտ, բարև, բարեկամական տոնով հարցրեց Սամվելը։ Ես մի ընկեր ունեմ, որը խնդրեց ինձ իրեն ծանոթացնել քեզ հետ։
Նա շատ հաջողակ գործարար է, եւ կարծես դու գրավել ես նրա ուշադրությունը։ Անահիտը նստած էր իր փոքրիկ, հարմարավետ տանը, ձեռքում գիրքը, զարմանքից հոնքը բարձրացնելով։ Համոզված ես, որ իմ մասին ես խոսում, պատասխանեց նա անհավատ ձայնով։ Ինչու էր նա մանկուց ուզում ինձ հետ հանդիպել։ Անահիտը պայքարում էր իր քաշի հետ կապված անվստահության դեմ։ Բազմաթիվ անհաջող դիետաները եւ կանոնավոր մարզումներ կատարելու անկարողությունը նրան դժվար հարաբերություններ էին թողել հայելու մեջ իր արտացորանքի հետ։ Այն միտքը, որ Սամվելի նկարագրած կյանքով ապրող մեկը կարող է հետաքրքրված լինել իրենով, նրան անհեթեթ թվաց։ Դա անկասկած դու ես, շարունակեց Սամվելը։ Դավիթը զարմանալի տղա է։ Շատ կենտրոնացած է իր մարզական կարիերայի վրա, բայց ասաց, որ կցանկանար հանդիպել ուրիշի հետ։ Գիտեմ, որ դա կարող է մի փոքր անսպասելի թվալ, բայց գուցե դու կվայելես նրա ընկերակցությունը, չնայած քո զգուշությանը։ Անահիտը ի վերջո որոշեց հնարավորություն տալ։ Գուցե սա լավ միջոց լինի նրա առօրյան խախտելու համար, մտածեց նա։ Որոշ մտորումներից հետո նա համաձայնվեց հանդիպել նույն գիշերը։ Անահիտը կանգնած էր իր պահարանի առջև, ընտրելով թե ինչ հագնի հանդիպմանը։ Նրա հագուստը հատկապես էլեգանտ չէր, եւ այն մտքով, որ դրանք նրան անտեղի էին դարձնում, նա ընտրեց ազատ զգեստ։ Այն այդքան էլ աչքի չէր ընկնում, բայց մի փոքր վստահություն էր հաղորդում նրան։ Այնուամենայնիվ, նա չէր կարող չնայել հայելու մեջ որոշակի անորոշությամբ։ Ես բոլորովին նման չեմ այն կանանց, որոնց նա պետք է սովոր լինի տեսնել, մտածեց նա, փորձելով հաղթահարել իր մեջ աճող կասկածները։ Ռեստորանը, որտեղ Սամվելը կազմակերպել էր նրանց հանդիպումը, գտնվում էր Երևանի բացառիկ թաղամասերից մեկում։ Դա այնպիսի վայր էր, որտեղ մեղմ լույսը եւ հանգիստ երաժշտությունը ստեղծում էին էլեգանտ, բայց վախեցնող տեսք։ Չնայած նրա դեմքը որևէ ակնհայտ նշան չէր տալիս, նրա գլխում արդեն ձևավորվել էր հստակ գնահատական։ Այո, սա գիրուկ է։ Դե, խնդիր կա, մտածեց Դավիթը։ Դիտելով, թե ինչպես է նա վստահորեն մոտենում Սևանին, նրա միտքը, որը մարզված էր գնահատելու մարդկանց ֆիզիկական կազմվածքը, նշում էր նրա արտաքինի յուրաքանչյուր մանրուք, բայց գիտեր, որ պետք է խաղարի իր դերը։ Նա պետք է Անահիտին վստահի իրեն, որպեսզի նա իրեն յուրահատուկ զգա։ Անահիտ, ինչ հաճելի է ծանոթանալ քեզ հետ, ասաց Դավիթը շփիտով, որը չնայած կեղծ էր, անկեղծ էր թվում։ Նա վեր կացավ, նրան ողջունելու այտին համբույրով, շարունակելով աջակցել Անահիտին։ Դու դեռ մի փոքր նյարդային ես, ժպտաց նա նրան։ Շնորհակալություն եւ հաճելի է ծանոթանալ քեզ հետ, պատասխանեց նա, նստելով Սևանի մոտ։ Մատուցողը մոտեցավ ճաշացանկով, եւ Անահիտը որոշակի անորոշություն զգաց։ Նայելով անհայտ բաղադրիչներով եւ անուններով ուտեստին, որը երբեք չէր լսել, Դավիթը արագ պատվիրեց եւ առաջարկեց Աննային պատվիրել նույնը։ Զրույցը սկսվեց մակերեսային, ինչպես սպասվում էր առաջին ժամադրության ժամանակ։ Դավիթը հարցրեց նրա աշխատանքի մասին, եւ Անահիտը մի փոքր հանգստացիր։ Սկսեց նա խոսելիս ոգևորությամբ խոսել գրականության եւ դասավանդման հանդեպ իր կրքի մասին։ Նրա աչքերը փայլում էին անկեղծությամբ, որը Դավթից չէր վրիպում։ Չնայած նա փորձում էր մնալ մանիպուլյատորի իր դերում։ Գրքերի մասին Անահիտի խոսելու եւ ուսանողների հետ նրա շփման ձևի մեջ ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը, սակայն ինչ նա խոսում էր, նա չէր կարողանում չհամեմատել նրա աշխարհը իր աշխարհի հետ։ Պարսկին, այնքան հեռու այն բանից, ինչին նա սովոր էր։ Այո, նրա կազմվածքը հեռու է իդեալականից, բայց սա կարելի է շտկել, մտածեց Դավթը։ Մինչ Անահիտը պատմում էր իր պատմությունները, նա անսպասելի թեթևացում զգաց, չնայած իր համար անսովոր իրավիճակին։ Դավթի ուշադրությունը նրան նոր էր նրա համար։ Նա շոյված էր, ոչինչ չկասկածելով, բայց դեռևս կասկածներ էր տիրում։ Ինչու է Դավթի նման տղամարդը հետաքրքրվում ինձնով։ Արդյոք նա իսկապես ուզում է ինձ ճանաչել, թե դրա հետևում ինչ-որ բան կա, մտածեց նա ինքն իրեն։ Մինչդեռ Դավթը որոշեց զրույցը շրջել ավելի անձնական թեմաների վրա։ Նա խոսում էր իր բիզնեսի, մարզասրահների կայսրության կառուցման եւ ֆիթնեսի աշխարհում չափանիշ դառնալու մասին, բայց նրա յուրաքանչյուր արտահայտության հետ Անահիտն ավելի ու ավելի էր զգում, որ ժամանակն է, որ նա հեռանա։ Նա իսկապես անտեղի էր, չնայած նրա խոսքերը անկեղծ էին, մարդկանց մասին խոսելու ձևում կար ինչ-որ բան, որը չէր համապատասխանում նրա արժեքներին։ Երեկոյի վերջում, երբ Դավիթը նրան տուն ուղեկցեց, Անահիտը երկչոտ ժպիտով շնորհակալություն հայտնեց երեկոյի համար։ Ես չգիտեի, թե ինչ սպասել, ասաց նա։ Նա նյարդայնորեն խաղում էր տան բանալիների հետ, բայց երեկոն հաճելի էր։ Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, պատասխանեց Դավիթը։ Ես չգիտեի, թե ինչ սպասել այդ երեկո,
ասաց նա, նյարդայնորեն խաղալով իր տան բանալիների հետ։ Բայց երեկոն հաճելի էր։ Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, պատասխանեց Դավիթը։ Ես չգիտեի, թե ինչ սպասել այդ երեկո, ասաց նա, նյարդայնորեն խաղալով իր տան բանալիների հետ։ Բայց երեկոն հաճելի էր։ Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, պատասխանեց Դավիթը։ Պահպանելով քաղաքավարի տղայի դիմակը, ես կցանկանայի քեզ նորից տեսնել։ Եթե դեմ չես, Անահիտը կասկածանքով ասաց, բայց գլխով արեց։ Իհարկե ես դեմ չեմ, երբ նա հեռացավ, Դավիթը հոգ տանելով նրա մասին, մի ակնթարթ անհանգստություն զգաց։ Նա գիտեր, որ ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, որ Անահիտը դանդաղորեն ընկնում էր նրա թակարդը, բայց ինչ որ բան այն բանում։ Թե ինչպես էր նա նայում նրան իր անմեղ եւ անկեղծ աչքերով, սկսեց նրան ավելի շատ անհանգստացնել, քան նա պատրաստ էր խոստովանել, որ մեղավոր է զգում։ Հաջորդ օրերին Դավիթի համար ամեն ինչ ընթանում էր ժամացույցի պես։ Նրա համար դա ուշադիր մշակված պլանի մի մասն էր։ Նա գիտեր, որ պետք է աստիճանաբար Անահիտին ավելի մոտեցներ իրեն, նվաճեր նրա վստահությունը եւ ամենակարևորը նրան յուրահատուկ զգացներ։ Սա հեշտացրեց խաղադրույքի կատարումը եւ երաշխավորեց, որ ճիշտ պահին ամեն ինչ կընթանա ըստ նրա պլանի։ Դավիթը զանգահարեց Անահիտին իրենց առաջին ընթրիքից ընդամենը 2 օր անց, կարծես իսկապես ուզում էր նորից տեսնել նրան։ Անահիտը զարմացավ, թե որքան արագ որոշեց կրկին կապվել նրա հետ։ Ընդունեց նրա հրավերը զբոսնելու մոտակա այգում։ Նա չէր կարող շղթել, որ նրա ցուցաբերած ուշադրությունը այնպիսին էր, ինչպիսին նա երբեք չէր զգացել։ Չնայած նրա գլխում ամեն ինչ դեռ անհասկանալի էր, թե ինչու էր այդքան գեղեցիկ գործարարին այդքան համեստ։ Անկատար կին պետք այգում իրենց առաջին զբոսանքի ժամանակ։ Սկզբում Անահիտը մի փոքր նյարդային էր, ապա աստիճանաբար սկսեց բացվել։ Դավիթը լսում էր, մինչ նա խոսում էր իր կյանքի, ընտանիքի եւ աշխատանքի մասին։ Երբ նրանք քայլում էին ծառերի միջով անցնող ոլորապտույտ արահետով, այգու հանգիստ եւ լուռ մթնոլորտը օգնում էր նրան հանգստանալ, եւ հանկարծ, կարծես պատահաբար, նա սկսեց պատմել մի բան, որի մասին երբեք այդքան բացահայտ չէր խոսել։ Ես միշտ խնդիրներ եմ ունեցել իմ քաշի հետ, անսպասելիորեն ասաց Անահիտը, մանկուց նայելով իր ոտքերի տակ գտնվող քարե արահետին։ Ես միշտ եմ եղել ընտանիքում գերքաշ ունեցողը։ Ես փորձել եմ բոլոր դիետաներն ու մարզական ծրագրերը, բայց միշտ վերադարձել եմ իմ նախկին քաշին։ Ես անընդհատ ձախողվում եմ։ Դավիթը շարունակում էր լսել նրան։ Ի վերջո նա այդպես էր տնքում, երբ մարզիչ էր։ Նա ամեն օր լսում էր։ Ամենակարևորը նրան չվախեցնելն էր, թույլ տալը, որ նա խոսի։ Եզրակացություններն արդեն ձևավորվում էին նրա գլխում։ Սա միայն հաստատում է այն, ինչ ես միշտ մտածում էի։ Ծուլությունն ու կարգապահության բացակայությունը հավանաբար շատ դժվար են եղել քեզ համար, պատասխանեց նա։ Նա խոսում էր մեղմ ձայնով, զգուշորեն ընտրելով իր ինտոնացիան համակրելի հնչելու համար, բայց դա քո մեղքը չէ։ Հաճախ դա շատ ավելի բարդ է, քան թվում է։ Անահիտը զարմացավ, որ նրա խոսքերը հասկացող էին հնչում։ Նա նայեց նրան։ Աչքերում թեթև տխրություն, թույլ շպիտ։ Այո, մասամբ դա ճիշտ է։ Խոսքը միայն քաշի մասին չէ, այլ դրա հետ կապվածի։ Սնունդը վաղուց ինձ համար մխիթարություն է եղել ամեն անգամ, երբ ես անհանգստություն կամ սթրես եմ զգում։ Ես սկսում եմ անընդհատ ուտել, իսկ հետո մեղավորություն եմ զգում, եւ ամեն ինչ նորից է սկսվում, մինչ նա խոսում էր։ Դավիթը չէր կարող չզգալ խառը զգացմունքներ։ Մի կողմից, կարգապահության նկատմամբ նրա անողոք վերաբերմունքը նրան ասում էր, որ սա պարզապես պատրվակ է, բայց մյուս կողմից, նրա խոցելիությունը եւ կնոջ ազնվությունը նրան զգալ ինչ-որ նոր բան, որը նա չէր կարողանում ճշգրիտ բացատրել։ Նա այնքան միամիտ էր, մտածեց նա, փորձելով մի կողմ դնել այս զգացողությունը։ Բայց այս անկեղծության մեջ կար մի բան, որին ես նախկինում չէի հանդիպել։ Հաջորդ օրերին Դավիթն ավելի հաճախակի դարձրեց իր հանդիպումները Անահիտի հետ։ Նա նրան հրավիրում էր թանկարժեք ռեստորաններում ընթրիքների, տանում մշակութային միջոցառումների եւ զբոսանքի մաքուր օդում։ Ամեն անգամ նա ամեն ինչ անում էր, որպեսզի նա իրեն հարմարավետ զգա։ Թվում էր, թե նրա հանդեպ հետաքրքրությունը անկեղծ էր։ Դավիթի համար սա միայն մի մասն էր այն ռազմավարության, որը պետք է լիներ պահպանել Անահիտին թուլացնելու եւ նրան իր սիրուն արժանի մեկը տեսնելու պատրանքը։ Անահիտն իր հերթին աստիճանաբար սկսեց ավելի վստահ զգալ նրա կողքին, չնայած իր մարմնի անապահովությանը։ Նա զարմացած էր, թե որքան լավ էր նա վերաբերվում իրեն։ Դավիթը ուշադիր էր եւ լսում էր նրա յուրաքանչյուր խոսքը։ Նրանք աստիճանաբար ցրվում էին ամեն անգամ, երբ նա նայում էր նրան իր լուրջ մուգ աչքերով։ Նա վստահում էր նրան, հույս ունենալով նրա անկեղծության վրա։ Հաջորդ օրը նրանք կրկին հավաքվեցին ընկերների հետ։ Նրանք հանդիպեցին իրենց սովորական տեղում, թանկարժեք մասնավոր ակումբում,
որտեղ միշտ քննարկում էին իրենց գործերը։ Եվ ամենակարևորը գրազը թանկարժեք վիսկիի բաժակների եւ թեթև զրույցի շուրջ Դավիթն իրեն զգաց իր տարերքի մեջ։ Ամեն ինչ ընթանում էր ըստ ծրագրի, եւ նա վստահ էր իր հաղթանակին։ Լավ, ինչպես են գործերը, ժպիտով հարցրեց Սամվելը, նայելով Դավիթին։ Դու արդեն գրեթե հասել ես։ Դավիթը հենվեց աթոռին եւ ժպտաց, բարձրացնելով բաժակը։ Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է։ Նա պատասխանեց, գոհ լինելով իր ծրագրի ընթացքից։ Անահիտն արդեն իմն է։ Նա լիովին վստահում է ինձ, կարծում է, որ ես այն տղամարդն եմ, որին սпасել է ամբողջ կյանքում, այնպես որ կարող ենք խաղադրույքը կիսով չափ հաղթած համարել։ Մնում է միայն պաշտոնապես ամուսնության առաջարկ անել։ Նրա ընկերները ծիծաղեցին, բաժակ բարձրացնելով նրա հաջողության համար։ Դու լավ մարդ ես, Դավիթ, ասաց Դավիթը, Սամվելը ծիծաղելով։ Քեզ մնում է միայն դիմանալ այս 6 ամիսներին, եւ քո գրպանները լի կլինեն փողով։ Գիտես, փողը ինձ չի հետաքրքրում, ես պարզապես երբեք չեմ հանձնվում, հպարտությամբ պատասխանեց Դավիթը։ Նա գիտեր, որ այս 6 ամիսների ընթացքում պարզապես պետք է դիմանա, հանգիստ մնա եւ թույլ չտա Անահիտին կռահել գործերի իրական վիճակը։ Խաղադրույքը կարծես գրեթե հաղթած էր, եւ նա անհամբեր սպասում էր դրան։ Հաղթանակ։ Այս զրույցից մի քանի օր անց Դավիթն ու Անահիտը գնացին ռեստորան, ինչպես հաճախանում էին վերջին շաբաթներին։ Անահիտը թուլացավ եւ աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի վստահել նրան։ Նրանք նստեցին ռեստորանի հարմարավետ անկյունում գտնվող սեղանի շուրջ։ Մումերի մեղմ լույսը ռոմանտիկ մթնոլորտ էր ստեղծում ընթրիքի ժամանակ։ Անահիտը կրկին որոշեց նրան պատմել իր ամենամեծ գաղտնիքը։ Նա անհանգստացած էր, բայց զգում էր, որ եթե հիմա դա չանի, կկորցնի իր հնարավորությունը, ասաց Դավիթը։ Նա նյարդայնորեն խաղում էր անձեռոցիկի հետ։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Դա այն բանը չէ, որը ես հաճախ եմ քննարկում, բայց կարծում եմ, որ դու պետք է իմանաս։ Դավիթը նայեց նրան ձևացնելով, թե անկեղծորեն հետաքրքրված է նրա խոսքերով։ Չնայած ապագայի ծրագրեր արդեն կառուցվում էին նրա գլխում, նա գիտեր, որ որքան Անահիտը վստահի իրեն, այնքան ավելի հեշտ կլինի կառավարել իրավիճակը։ Իհարկե, ասաց նա ժպտալով, դու կարող ես ինձ ամեն ինչ ասել։ Անահիտը նայեց նրան եւ խորը շունչ քաշեց։ Ես երբեք հարաբերություններ չեմ ունեցել քեզնից առաջ։ Ես երբեք այդքան լուրջ չեմ հանդիպել տղամարդկանց, որքան քեզ հետ։ Անկեղծ ասած, դու առաջին մարդն ես, ում ես այդքան շատ եմ բացվել։ Ես չէի կարծում, որ երբևէ կարող եմ գտնել մեկին, ով կսիրի ինձ։ Նրա խոսքերը հնչում էին անկեղծ եւ հուզիչ։ Եվ Դավիթը որոշ կասկածներ ուներ վեճի վերաբերյալ, քանի որ դա խաբեություն էր, նա պարզապես ամենաբարի մարդն էր, բայց նա արագորեն մի կողմ դրեց իր անորոշությունը ծրագրի հետ կապված։ Գլխով արեց եւ քաջալերեց նրան բռնելով նրա ձեռքը։ Դա կարևոր չէ, մեղմ ասաց նա։ Ինձ համար կարևորը այն է, թե ով ես դու հիմա եւ որ մենք միասին ենք։ Դու յուրահատուկ ես։ Այդ պահին նրա գլխում մի միտք փայլատակեց, որն ավելի ամրապնդեց նրա վստահությունը հաղթանակի հանդեպ։ Եթե նա դառնար նրա առաջին տղամարդը, սա վերջապես կկապեր նրան նրա հետ։ Նա լիովին կվստահեր նրան եւ նա լիակատար վերահսկողություն կունենար նրա նկատմամբ։ Մնում էր միայն ամուսնության առաջարկ անել նրան եւ սпасել մինչեւ 6 ամիս անցնի։ Սա նրա ծրագրի կատարյալ ավարտն էր։ Անահիտը նայեց նրան անկեղծորեն եւ հույսով, եւ դա նրան անհարմար զգացրեց։ Նա սովոր չէր դրան, որ անկեղծության եւ իրական հույզերի հայացք։ Նրա բոլոր նախորդ հարաբերությունները կանանց հետ մակերեսային եւ անցողիկ էին, բայց Անահիտի հետ խոստովանության յուրաքանչյուր բառ տարբեր կշիռ ուներ։ Դավիթը նկատեց դա, բայց համառորեն հրաժարվեց ընդունել ճշմարտությունը։ Նրա համար դա պարզապես խաղադրույք էր, եւ նա չէր կարող թույլ տալ, որ ոչինչ շեղվի։ Ես չեմ կարող թույլ տալ ինձ տրվել այս զգացմունքներին, կրկնում էր նա ինքն իրեն անընդհատ։ Սա պարզապես հաղթանակի ճանապարհին մի քայլ է։ Վերջի վերջո ես նրան ցույց կտամ, որ կարող եմ հաղթահարել ցանկացած վեճ։ Անցավ մի քանի շաբաթ, եւ Դավիթի համար ամեն ինչ կատարյալ էր ընթանում։ Նա մտերիմ հարաբերություններ ուներ Անահիտի հետ, եւ նա ավելի ու ավելի էր սիրահարվում նրան։ Նրա աչքերը փայլեցին, երբ նա տեսավ նրան։ Մի օր այգում հանգիստ զբոսանքի ժամանակ Դավիթը որոշեց, որ ժամանակն է անել հաջորդ քայլը։ Այդ օրը նա սովորականից պակաս խոսում էր, բայց դա այն պատճառով չէր, որ նա կասկածում էր, թե ինչ է անելու, այլ այն պատճառով, որ իր ներսում ինչ-որ բան սկսում էր արթնանալ, մի զգացողություն, որը նա դեռ լիովին չէր կարողանում հասկանալ։ Մոտենալով նստարանին, որտեղ նա եւ Անահիտը նստեցին հանգստանալու, նա խորը շունչ քաշեց եւ խոսեց. Անահիտի, ես պետք է քեզ մի բան հարցնեմ։ Անահիտը զարմացած դիմեց նրան, նկատելով նրա տոնի մեջ ինչ-որ նոր բան, ինչ-որ բան,
որը նախկինում չկար։ Նրա հայացքում կար ինչ-որ բան, որը նա անմիջապես չէր կարողանում հասկանալ։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, բայց նա չէր համարձակվում խոսել, սպասելով, որ նա ավելին ասի։ Դավիթը հանգիստ ձևացրեց, թե ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։ Ես երկար ժամանակ մտածում էի այն մասին, թե ինչ է կատարվում մեր միջև, սկսեց նա բռնելով նրա ձեռքը։ Ես զգում եմ, որ մենք միմյանց կատարյալ հասկանում ենք, եւ ինձ թվում է, որ ժամանակն է անել հաջորդ քայլը։ Անահիտը զգաց, որ իր սիրտը մի փոքր բաբախում է։ Դավիթի խոսքերը նրա գլխում հնչում էին ինչպես արձագանք։ Նա երբեք չէր պատկերացրել, որ նրա նման տղամարդը իրեն նման բաներ կասի։ Նրան միշտ տանջում էին կասկածները։ Կարող էր Դավիթի նման մեկը իսկապես սիրահարվել իրեն, բայց նա այնտեղ էր, հենց նրա առջև, բռնելով նրա ձեռքերը եւ ասելով հետեւյալը. «Դու կամուսնանաս ինձ հետ», վերջապես ասաց Դավիթը։ Նրա ձայնը կոշտ էր, բայց նա թեթևակի նյարդայնություն զգաց նման քայլից առաջ։ Ժամանակը կարծես կանգ էր առել Անյայի համար։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ էր պատահել։ Այն տղամարդը, որին նա վերջերս էր հանդիպել, նա նրան ամուսնության առաջարկ արեց։ Նա միշտ հավատացել է, որ իսկական սերն ու ընտանիքը իր համար անհասանելի բան են։ Ավելորդ քաշի եւ մշտական բարդույթների դեմ պայքարը նրան մտածել է տվել, որ տղամարդը կսիրի իրեն այնպիսին, ինչպիսին նա կա, հատկապես Դավիթի նման տղամարդու։ Բայց ահա, նա կանգնած էր նրա առջև լուրջ դեմքով, տալով նրա կյանքի ամենակարևոր հարցը։ «Լուրջ ես», դողացող ձայնով հարցրեց Անահիտը, դեռևս չհավատալով ականջներին։ Դավիթը գլխով արեց. «Իհարկե լուրջ եմ ասում։ Ես երբեք այսքան վստահ չեմ եղել կյանքումս»։ «Իհարկե այո», պատասխանեց Անահիտը։ Նա չէր կարողանում հավատալ, որ սա իրականում տեղի է ունենում։ Կյանքում երբեք չէր մտածել, որ սա հնարավոր է, եւ հիմա դա տեղի էր ունենում։ Արցունքները սկսեցին հոսել նրա այտերից։ Նա դեռ չէր կարողանում հասկանալ, որ սա իրականություն է։ Անյայի զգացմունքներն այնքան ակնհայտ էին, որ Դավիթը մի պահ սուր ցավ զգաց կրծքավանդակում։ Նա զգաց մի բան, որն իրեն անծանոթ էր։ Մեղքի զգացումը նրա համար բոլորովին նոր զգացողություն էր, բայց նա արագորեն վանեց այս զգացումը։ Նա միշտ հաջողակ մարդ էր եղել, սովոր էր վերահսկել յուրաքանչյուր իրավիճակ, եւ սա բացառություն չէր լինի։ Այս իրադարձությունից հետո օրերը իսկական հեքիաթ դարձան Անահիտի համար։ Նա չէր կարողանում դադարեցնել մտածել ամուսնության առաջարկի, նոր կյանքի մասին, որն այժմ իրեն հնարավոր էր թվում։ Նա զանգահարեց իր ընկերներին, պատմեց նրանց իր ուրախության մասին։ Նրա սիրտը լցված էր երջանկությամբ, որը նա երկար ժամանակ չէր զգացել։ Սա նրա երկար սպասված երազանքն էր, մի բան, որի մասին նա երազել էր, բայց երբեք չէր մտածել, որ դա իրականություն կդառնա։ Բայց Դավիթի համար ամեն ինչ ընթանում էր իր սովորականի պես, չնայած նրանց հարաբերությունները պաշտոնապես տեղափոխվել էին նոր մակարդակի։ Նրա կյանքում ոչինչ չէր փոխվել։ Նա դեռ հանդիպում էր ընկերների հետ, հավաստիացնելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։ Այսպիսով, դու դա արեցիր, ծիծաղելով ասաց Սամվելը։ Չնայած ես կարծում էի, որ Դավիթը դեռ չի համարձակվի ամուսնության առաջարկ անել, ես երբեք չէի մտածի, որ դու կգնաս այնքան հեռու, որ կամուսնանաս։ Այո, դու զարմացար ինձ։ Դավիթը տհաճ զգացողություն զգաց Սամվելի խոսքերից եւ իր ընկերների ծիծաղից, ովքեր միշտ աջակցում էին նրա գրազը։ Հիմա դրանք նրա համար այլ կերպ էին հնչում։ Նա պարզապես հիշեցում էր իր հաջողության եւ մարդկանց մանիպուլյացիայի ունակության մասին, բայց հիմա ինչ-որ բան փոխվել էր։ Նա չէր կարող չմտածել, թե արդյոք ճիշտ բան է անում, բայց հաղթելու ցանկությունը դեռ ուժեղ էր։ Եվ դա միայն ժամանակի հարց է, ձևացնելով, թե անտարբեր է։ 6 ամսից ամեն ինչ անցյալում կլինի եւ ես 24 միլիոնով ավելի հարուստ կլինեմ։ Մի մոռացեք, թե ով է այստեղ առաջինը։ Իհարկե կրկին ծիծաղեց։ Բայց հիշեք, կանայք այդքան պարզ չեն։ Ինչ եք կարծում, ամեն ինչ այնքան հարթ չի լինի, որքան ենթադրում եք։ Դավիթը լարված ժպտաց եւ փորձեց փոխել թեման։ Բայց նրա գլխում արդեն աճում էր ցանված կասկածը։ Որքան շատ ժամանակ էր նա անցկացնում Անահիտի հետ, այնքան ավելի էր հասկանում, որ նա պարզապես խաղաքար չէր իր խաղում։ Նրա անկեղծությունը, խոցելիությունը եւ այն ձևը, որով նա նայում էր նրան այդքան մաքուր հավատքով, սկսեցին նրան ավելի շատ անհանգստացնել, քան նա պատրաստ էր խոստովանել։ Բայց չնայած դրան, Դավիթը շարունակում էր գործել ըստ ծրագրի։ Նա ամուսնության առաջարկ արեց նրան, եւ Անահիտը համաձայնվեց։ Ամեն ինչ ընթացավ ըստ ծրագրի, բայց ամեն անցնող օրվա հետ նա սկսեց անտեսել։ Ներսում աճող զգացմունքները գնալով ավելի դժվար էին դառնում։ Շաբաթներ էին անցնում, եւ Անյայի ու Դավիթի հարսանիքի նախապատրաստությունները Անահիտի համար ավելի ու ավելի դժվար էին դառնում։ Դա երազանքի իրականացում էր,
Նա խորասուզվեց հարսանեկան զգեստ ընտրելու, ճաշացանկը քննարկելու եւ կազմակերպիչների հետ հանդիպելու գործընթացում։ Ամեն ինչ թվում էր այնքան անիրական եւ հրաշալի։ Նա շրջապատված էր սիրելիների ուշադրությամբ եւ աջակցությամբ, ինչպես նաեւ Դավիթի հոգատարությամբ, ով, կարծես, անկեղծորեն ուրախ էր առաջիկա իրադարձության համար։ Մինչդեռ Դավիթը շարունակում էր խաղալ իր դերը, հանդիպել կազմակերպիչների հետ, գնումներ կատարել, քննարկել հարսանիքի մանրամասները։ Այս ամենը նրա համար պարզապես խաղի մի մասն էր։ Մի երեկո հարսանիքի կազմակերպչի հետ հերթական հանդիպումից հետո նրանք վերադարձան տուն։ Անահիտը լի էր ոգևորությամբ, քննարկելով արարողության վերջին մանրամասները։ Ամեն ինչ իսկապես լավ է ընթանում, ժպիտով ասաց նա, նայելով Դավիթին, ով իրեն մի փոքր մտածկոտ էր թվում։ Այո, իհարկե, պատասխանեց նա։ Ամեն ինչ կատարյալ կլինի, իմ սիրելիս։ Դավիթը տեսավ, թե ինչպես է Անահիտը բացահայտ արտահայտում իր ուրախությունն ու անկեղծ սերը նրա հանդեպ։ Սա այն պահն էր, երբ նրան թվաց, որ այլևս չի կարող պարզապես հետևել սցենարին։ Ամեն օր նրա համար ավելի ու ավելի դժվար էր դառնում նայել նրա աչքերի մեջ եւ շարունակել խաբել։ Միևնույն ժամանակ Անահիտը, լինելով վստահող եւ սիրող, չնկատելով Դավթի մեջ տեղի ունեցող փոփոխությունները, շարունակում էր եռանդում պատրաստվել հարսանիքին, չգիտակցելով, որ իր կյանքը ընդմիշտ փոխվելու է։ Հարսանիքի օրը եկավ, պայծառ արևը փայլում էր Երևանում, ամբողջ քաղաքին տալով տոնական շող։ Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված էին։ Հսկայական ծաղկային կամարները զարդարում էին եկեղեցին, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը։ Հրավիրված հյուրերը զբաղեցին իրենց տեղերը, քննարկելով, թե որքան հեքիաթային կլինի այս հարսանիքը։ Շատերը այս միությունը համարում էին հաջողության մարմնացում։ Հաջողակ գործարար Դավիթը եւ Անահիտը, որը գտել էր իր հեքիաթը, նստեցին առաջին շարքում։ Դավթի ընկերները, այդ թվում Սամվելը, նստած էին առաջին շարքում։ Նրանք ժպիտով հայացքներ փոխանակեցին, գիտակցելով, որ այս ամուսնությունը արդյունքներ կբերի։ Նրանց համար սա սիրո տոն չէր, այլ խաղադրույքի ավարտ։ Ինչին բոլորը այդքան հույս ունեին, Դավիթը կանգնած էր խորանի մոտ, կատարյալ համապատասխան սև սմոկինգով։ Արտաքուստ նահանգիստ եւ վստահ էր, բայց ներքուստ վերջին շաբաթների ընթացքում նրան տիրում էին կասկածները։ Արդյոք նա իսկապես կարող էր ավարտել այս խաղը։ Նա զգում էր, որ չափն անցել էր, բայց նահանջելու տեղ չկար։ Հպարտությունն ու ընկերների ճնշումը թույլ չէին տալիս նրան կանգ առնել։ Չնայած ներսում ինչ-որ բան նրան ասում էր, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է, երբ երաժշտությունը սկսեց նվագել եւ դռները բացվեցին։ Եկեղեցին բացվեց, բոլորը ոտքի կանգնեցին, հարսնացուն դիմավորելու համար։ Անահիտը մտավ դահլիճ, փայլելով իր սպիտակ զգեստով, եւ բոլորի աչքերը հարված էին նրա վրա։ Նա քայլեց դեպի խորանը, լցված երջանկությամբ եւ վստահությամբ, որ իր կյանքը մտնում է նոր, ավելի լավ գլուխ։ Ամեն քայլ նրան մոտեցնում էր այն պահին, երբ ամեն ինչ կփոխվի։ Անահիտը վստահ էր, որ իր կյանքը կլինի այնպիսին, ինչպիսին նա երազում էր։ Վերջապես նա հասավ խորանին։ Դավիթը բռնեց նրա ձեռքը, ժպտաց նրան, բայց այդ ժպիտը իրական չէր։ Անահիտը նկատեց դա, բայց որևէ նշանակություն չտվեց դրան, համարելով, որ դա պարզապես հուզմունք էր։ Քահանան սկսեց արարողությունը եւ ամեն ինչ կատարյալ էր թվում, բայց Անահիտի գլխում ինչ-որ բան անհանգստացնում էր նրան։ Երբ եկավ երթումները տալու ժամանակը, Դավիթը խոսեց առաջինը, նա վերցրեց Անահիտի ձեռքերը եւ սկսեց խոսել։ Ամեն ինչ պլանավորված էր։ Նա խոսքեր ասաց սիրո, հավատարմության, համատեղ ապագայի մասին, բայց ներսում գիտեր, որ սա սուտ է։ Ամեն խոսքի հետ նա զգում էր, որ ինչ-որ բան կոտրվում է իր ներսում։ Սա այն խաղը չէր, որը նա կարող էր այդքան հեշտությամբ հաղթել խոսելիս։ Նրա ներսում ինչ-որ բան փոխվում էր եւ հասել էր այն պահը, երբ Անահիտը պետք է երդվեր տա։ Նա խորը շունչ քաշեց եւ ուղիղ նայելով Դավիթի աչքերի մեջ, ասաց Դավիթը։ Նա ասաց դա վճռականորեն, չնայած ձայնի թեթև դողին։ Կյանքումս երբեք չէի մտածի, որ այս օրը, երբ մենք հանդիպեցինք, այստեղ կլինեմ քո առջև։ Ես մտածեցի, որ գտել եմ մեկին, ով իմ մեջ տեսնում է ոչ միայն արտաքին տեսքը, այլև ավելին։ Ես հավատում էի, որ դու սիրում ես ինձ այնպիսին, ինչպիսին կամ, որ դու ինձ մեջ տեսնում ես որպես մարդ, եւ ոչ թե իմ սխալներն ու անհաջողությունները։ Նրա խոսքերը սկսեցին հնչել անսովոր ուժով, եւ Դավիթը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Նա գիտեր, որ ինչ-որ բան այնպես չէ, բայց չէր կարող կանգնեցնել այն, ինչ կատարվում էր, բայց հետո Անահիտը շարունակեց։ Նրա ձայնը դառնում էր ավելի ու ավելի ամուր։ Ես իմացա ճշմարտությունը։ Ես իմացա, որ այս ամենը ամեն անգամ։ Քո ժպիտը, ամեն բառը պարզապես խաղի մի մասն է, խաղադրույքի մի մասը։ Շշուկ անցավ դահլիճով։ Հյուրերը սկսեցին հայացքներ փոխանակել։
Ես իմացա, որ դու գրազ ես եկել ընկերոջդ հետ։ Անահիտը շարունակեց։ Նրա ձայնը հիմա բարձր ու պարզ էր հնչում։ Գրազ, որ դու կարող ես ամուսնանալ ինձ հետ եւ խաբել ինձ, որ սիրահարվեմ քեզ փողի համար։ Քեզ համար ես պարզապես կատակ էի, սառը հաշվարկի մի մաս։ Դահլիճում մեռյալ լռություն էր տիրում։ Հյուրերը, որոնք վերջերս ծիծաղում եւ ուրախանում էին առաջիկա հարսանիքով, այժմ ցնցված էին։ Դավթի ընկերները, որոնք նստած էին առաջին շարքերում, դեմքերին ծաղրով։ Ոչ ոք չէր սպասում իրադարձությունների նման շրջադարձի։ Դավիթը ցնցված էր։ Անյայի ասած յուրաքանչյուր բառը կայծակի պես հարվածեց նրան։ Ամեն ինչ բացահայտվեց։ Նա կանգնեց նրա առջև, բայց չէր կարողանում բառ անգամ արտաբերել։ Նրա աչքերը լիցավով եւ հիասթափությամբ լիովին անօգնականորեն խուցեցին նրան։ Սա այն պահն էր, երբ նրա կառուցած ամեն ինչ կփլուզվեր նրա առջև։ Անահիտի խոսքերն ասելուց հետո դահլիճում մահացու լռություն տիրեց։ Բոլոր հյուրերը, այդ թվում Դավթի ընկերները, չէին կարողանում հավատալ իրենց ականջներին։ Նրանց հայացքները ապշածից անցան ապշածի։ Նա կանգնած էր նրա առջև, գլուխը բարձր պահած։ Նրա աչքերը փայլում էին արցունքներից, բայց դրանց մեջ ոչ միայն ցավ կար, այլև ուժ։ Նա այլևս այն ամաչկոտ եւ անապահով կինը չէր, որին բոլորը ճանաչում էին։ Անահիտը կարծես նոր վճռականություն էր գտել իր մեջ։ Դավիթը կանգնած նրա առջև խորանի մոտ, իր կյանքում առաջին անգամ չգիտեր ինչ անել։ Նրա ծրագիրը, որը նրան այդքան կատարյալ էր թվում, փլուզվեց բոլորի աչքերի առաջ։ Եվ նրա համար ամենասարսափելին այն էր, որ դա արվեց հրապարակայնորեն իր ընկերների, ընտանիքի եւ բոլոր հյուրերի առջև։ Անահիտը բաց թողեց նրա ձեռքերը եւ մի քայլ հետ գնաց։ Նրա հայացքը մնաց։ Դու այնքան վճռական էիր, որ ծիծաղեցիր ինձ վրա։ Շարունակեց նա, ձայնը հնչում էր այնպես, կարծես նա վերահսկողություն էր հաստատել իր զգացմունքների նկատմամբ։ Դու ինձ համոզեցիր, որ մեր միջև ինչ-որ բան կա, որ ես կարևոր եմ քեզ համար, որ դու ինձ մեջ տեսնում ես ավելին, քան պարզապես արտաքին տեսքը։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ քեզ համար ես պարզապես խաղի մի մասն էի, բայց դու գիտես, որ այսօր ես եմ ծիծաղում քեզ վրա։ Անահիտը կրկին նայեց նրա աչքերի մեջ։ Հիմա այստեղ բոլորը գիտեն, թե ով ես դու իրականում։ Նրանք գիտեն, որ դու սովորական ստախոս եւ մանիպուլյատոր ես, եւ դու գիտես, որ ամենակարևորն այն է, որ ես ամեն ինչ գիտեի սկզբից։ Ես խաղացի նույն կերպ, ինչպես դու, բայց դու պարտվեցիր ու պարտվեցիր։ Նա շրջվեց եւ քայլեց դեպի եկեղեցու ելքը, թողնելով Դավիթին մենակ խորանի առջև։ Շուրջ բոլորը չշոկվեցին, հյուրերը սկսեցին շշնջալ, ոչ ոք չգիտեր, թե ինչպես արձագանքել կատարվողին։ Երբ Անահիտը դուրս եկավ եկեղեցուց, Դավթին թողնելով նվաստացած բոլոր հյուրերի առջև, նա հասկացավ, որ սա ոչ միայն գրազի փլուզում էր, այլև իր կյանքի ամենածանր պարտությունը։ Նա կորցրեց ոչ միայն իր հեղինակությունը, ընկերներ, այլև այն կինը, որին նա սկսեց սիրել, նույնիսկ եթե սկզբում դա խաղի մի մասն էր կազմում, երբ հյուրերը սկսեցին հեռանալ, եւ նրա ընկերները խուսափում էին նրա հայացքից։ Դավիթը մենակ մնաց դատարկ եկեղեցում։ Հուսահատությունը համակել էր նրան, ամեն ինչ որ թվում էր այդքան հեշտ հաղթանակ, այժմ վերածվել էր աղետի, բայց Դավիթը չէր կարող պարզապես հանձնվել։ Նա պետք է ինչ-որ բան աներ։ Նա մի քանի անգամ գիշերներ անցկացրեց, մտածելով, թե ինչպես էր ամեն ինչ սխալ գնացել, եւ գլխում յուրաքանչյուր նոր միտք ուժեղացնում էր այն շտկելու ցանկությունը։ Նա որոշեց, որ չի կարող ամեն ինչ թողնել։ Այսպիսով, այժմ նրա համար դա հպարտության կամ փողի հարց չէր։ Նա իսկապես հասկացավ, որ Անահիտը դարձել էր իր համար կարևոր մի բան։ Նա պետք է վերադարձներ նրան։ Հաջորդ օրը Դավիթը եկավ Անահիտների տուն, շքեղ վարդերի փունջով։ Նա ուզում էր ներողություն խնդրել, աղաչել նրան ներել իրեն, երբ Անահիտը բացեց դուռը եւ տեսավ նրան ծաղիկներով։ Նա սառնորեն նայեց նրան, բայց անմիջապես չփակեց դուռը։ Սա նրան կեղծ ցույց տվեց։ Անահիտ, խնդրում եմ լսիր ինձ, սկսեց Դավիթը, նրա ձայնը լի էր զղջումով։ Գիտեմ, որ սարսափելի բան եմ արել, գիտեմ, որ դա աններելի է, բայց խնդրում եմ քեզ, տուր ինձ հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Անահիտը լուր լսում էր նրան։ Նրա դեմքը մնում էր անհասկանալի։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի ապացուցեմ քեզ, որ փոխվել եմ։ Շարունակեց նա։ Խնդրում եմ, տուր ինձ գոնե մեկ հնարավորություն։ Նա մի պահ մտածեց, ապա սառնորեն պատասխանեց. Կարծում ես, ծաղիկներն ու ներողությունները կարող են շտկել քո արած ամեն ինչ։ Դու օգտագործեցիր ինձ քո անմիտ խաղադրույքի համար։ Դու մտածեցիր, որ կարող ես խաղալ ինձ հետ, իսկ հիմա ուզում ես, որ ես պարզապես մոռանամ դրա մասին։ Դավիթ, այդքան էլ պարզ չէ, բայց հեռանալու փոխարեն Դավիթը զգաց, որ հնարավորություն ունի։ Նա չփակեց դուռը եւ չշրջվեց։ Սա նրան կեղծ վստահություն տվեց, որ գուցե նա կների իրեն։ Նա շարունակեց.
Ամեն օր նա գալիս էր նրա տուն նվերներով, թանկարժեք զարդեր, օծանելիք եւ լավագույն ռեստորանների հրավերներ։ Նա չէր հանձնվում, ամեն անգամ վստահեցնում էր նրան, որ փոխվել է եւ անկեղծորեն զղջում էր իր արարքների համար։ Բայց Անահիտը շարունակում էր խաղալ նրա հետ, նրան հեռավորության վրա պահելով։ Նա նրան փոքրիկ ակնարկներ էր տալիս, որ գուցե նա կարողանա իրեն վերադարձնել, բայց թույլ չէր տալիս, որ նա չափազանց մոտենա իրեն։ Սա նրա ձևն էր ցույց տալու, որ այլևս այդ միամիտ աղջիկը չէ։ Այս ամիսներին նա արդեն խավի տիրակալն էր։ Անահիտը լիովին հավաքեց իրեն, սպորտով էր զբաղվում, մարզասրահ էր գնում եւ ուշադիր հետևում էր իր սննդակարգին։ Մի քանի ամսվա ընթացքում նա նիհարեց 20 կիլոգրամով եւ վերափոխվեց։ Նա այլևս այն կինը չէր, որին Դավիթը անտեսել էր։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր նրան, ավելի ու ավելի էր գիտակցում, թե ինչ սխալ էր թույլ տվել։ Մի օր, երբ նա ներկայացավ իրեն նոր կերպարով, նիհար, վստահ եւ գեղեցիկ, ինչպես երբեք, Դավիթը չէր կարողանում աչքերը կտրել նրանից։ «Դու միշտ ասում էիր, որ արտաքինը կարևոր է», ասաց նա, նայելով նրան թեթև ժպիտով։ «Դե հիմա նայիր ինձ եւ կհասկանաս, որ այլևս ինձ պետք չես։ Դու կորցրել ես ինձ»։ Դավիթը զգաց, որ սիրտը ցավից սեղմվում է։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց բառերը չէին գալիս։ Նա գիտեր, որ կորցրեց նրան, եւ հիմա դա չափազանց ակնհայտ էր, մինչդեռ Անահիտն արդեն հանդիպել էր մեկ այլ տղամարդու։ Նրա անունը Նարեկ էր, եւ նա էր, ով սիրում էր նրան այնպիսին, ինչպիսին նա կար։ Նա ուշադրություն չէր դարձնում նրա անցյալի բարդույթներին կամ թերություններին։ Նա նրա մեջ տեսնում էր որպես անհատ, այլ ոչ թե մանիպուլյացիայի առարկա։ Նրանց հարաբերությունները զարգանում էին դանդաղ, բայց լի հարգանքով եւ անկեղծությամբ։ Անահիտն առաջին անգամ զգաց, որ իրեն իսկապես անվերապահորեն գնահատում են։ Դավիթը շարունակում էր փորձել Անահիտին վերադարձնել, բայց նրա յուրաքանչյուր ժեստը, յուրաքանչյուր փորձը դառնում էր ավելի ու ավելի անիմաստ։ Նա պատրաստ էր ամեն ինչ անել նրան վերադարձնելու համար, բայց Անահիտն արդեն իր կյանքի մեկ այլ վայրում էր, մեկ այլ տղամարդու հետ։ Նրան այլևս պետք չէր նրա ներողությունները կամ նվերները։ Վերջում Դավիթը մնաց առանց ոչնչի։ Նրա մեղքը քավելու փորձերը անհաջող էին, քանի որ նա չէր կարող փոխել անցյալը եւ վերադարձնել արդեն կորցրածը։ Ընկերները բաժանվեցին, խաղադրույքը պարտվեց եւ Անահիտը ընդմիշտ լքեց նրա կյանքը։ Նա մնաց մենակ, մտածելով, թե ինչպես են ագահությունն ու ունայնությունը նրան կործանման հասցրել։ Հիմա նրա կյանքն այլևս իմաստ չուներ եւ մնացել էր միայն պարտության եւ դատարկության դառը համը։ Անահիտը նոր հարաբերություններում երջանկություն գտնելով առաջ շարժվեց ուժեղ եւ վստահ, անցյալը շատ հեռու թողնելով։ Շնորհակալություն պատմությունը մինչև վերջ լսելու համար։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք կարծում։ Նա նաև ստեց. բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների եւ սիրելիների հետ։ Սա մեզ մոտիվացնում է շարունակել աշխատել նոր պատմությունների վրա ամեն օր։ Մի բաց թողեք հաջորդ զարմանալի պատմությունը, որը շուտով կհայտնվի ձեր էկրանին։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ, որ մեզ հետ եք։ Այս տեսանյութի տակ գտնվող նկարագրության մեջ կարող եք բացել բոլոր պատմությունների կատալոգը։ Կհանդիպենք այնտեղ, մեկնաբանություններում ինչ եք կարծում։ Նա նույնպես ստեց. բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների եւ սիրելիների հետ։ Սա մեզ մոտիվացնում է շարունակել աշխատել նոր պատմությունների վրա ամեն օր։ Մի բաց թողեք հաջորդ զարմանալի պատմությունը, որը շուտով կհայտնվի ձեր էկրանին։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ, որ մեզ հետ եք։ Այս տեսանյութի տակ գտնվող նկարագրության մեջ կարող եք բացել բոլոր պատմությունների կատալոգը։ Կհանդիպենք այնտեղ, մեկնաբանություններում ինչ եք կարծում։ Նա նույնպես ստեց. բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների եւ սիրելիների հետ։ Սա մեզ մոտիվացնում է շարունակել աշխատել նոր պատմությունների վրա ամեն օր։ Մի բաց թողեք հաջորդ զարմանալի պատմությունը, որը շուտով կհայտնվի ձեր էկրանին։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ, որ մեզ հետ եք։ Այս տեսանյութի տակ գտնվող նկարագրության մեջ կարող եք բացել բոլոր պատմությունների կատալոգը։ Կհանդիպենք այնտեղ,